Ողջույն սիրելի բաժանորդներ, այս տեսանյութում ներկայացնելու եմ գերմաներենի դաթիվ հոլովը։ Նախորդ տեսանյութերը եթե արդեն դիտել եք, ունեմ այնտեղ բոլոր հոլովները, բոլոր 4 հոլովները բացատրել եմ, բայց մտածեցի, որ ավելի լավ է կազմեմ առանձին տեսանյութեր, ամեն մի տեսանյութում բացատրեմ մի հոլովը առանձին իր նրբություններով։ Այսպիսով, ինչպես են կազմում դաթիվ հոլովը։ Նախ հոլովելու համար պետք է իմանալ բառի սեռը, արտիկլը։ Եթե չիմանանք բառի արտիկլը, ճիշտ արտիկլը, չենք կարող ճիշտ հոլովել և ճիշտ նախադասություններ կազմել։ Քանի որ հոլովելու ժամանակ մենք հոլովում ենք հիմնականում արտիկլը, իսկ բառը շատ հաճախ վերջավորություն չի ստանում, միայն մի քանի դեպքերում է վերջավորություն ստանում։ Դաթիվ հոլովը նախ ասենք հայերենի տրական հոլովին է համապատասխանում, տալ, նվիրել, այդ բառերի հետ կարելի է դնել, բայց եթե դնում ենք կապերի հետ, այս բառերը դնենք կապերի հետ, արդեն տրական հոլովի իմաստ չունենա, այլ հոլովի իմաստ կունենա, հիմա կանդրադառնանք։ Der Schüler, աշակերտ, արական սեռի բառը, արական սեռի բառը դաթիվում, դեան դառնում է դեմ, ընդամենը փոխվեց դեան, դարձավ դեմ։ Շյուլա բառը վերջավորություն չստացավ։ Հիշում ենք ուրեմն արական սեռում դաթիվը, այսինքն դեան, նոմինատիվի դեան դառնում է դեմ և վերջավորություն չի ստանում, բացառությամբ, հիմա կասեմ թույլ հոլովման բառերը, հաջորդը չեզոք, das Kind, երեխա, ուրեմն der Schüler նախ թարգմանենք, ասենք աշակերտ, աշակերտին, դաթիվում, das Kind, երեխա, բարեբախտաբար, այստեղ կան նմանություններ գտնելով հեշտ է սովորելը, ուրեմն արական և չեզոք սեռի բառերը դաթիվում նույն ձևով են հոլովում, տեսեք, դեմ, դեղը դարձավ դեմ և դասը նույնպես դարձավ դեմ, դեմ kind, երեխային, իքականը արդեն նման չէ իրենց, die Mutter, մայրիկ, der Mutter, մայրիկին, այստեղ էլի վերջավորություն չստացավ, բայց դին դարձավ der, դին դարձավ der, այստեղ չպետք է խառնել, արական սեռի դեան, իքական սեռի դաթիվի հետ, սա ուղղակի պետք է իմանալ, որ ասենք մայրիկը իքական սեռ է, բնականաբար սա ուղիղ ձևը չէ, տեքստում արդեն կարելի է հասկանալ նախադասության մեջ։ Անցանք հոգնակին die Kinder, երեխաները և դաթիվում, հոգնակին դաթիվում արտիկլը փոխվում է den, բայց ստեղ ստանում է նաև վերջավորություն den Kindern, die Kinder, den Kindern, երեխաներին։ Ստեղ գալիս ենք բացառությունները, ասեցի, որ եզակիում գոյականը վերջավորություն չի ստանում, բայց թույլ հոլովման գոյականներ կան, որոնք վերջավորություն ստանում են, օրինակ end-ով վերջացող բառերը իրանք թույլ հոլովման բառեր են, գոյականներ են։ Արտիկլը մնաց էլի դաթիվի սովորական արտիկլը, dem, բայց ստացավ n-ը վերջավորություն, student ուղիղ ձևն էր, դարձավ dem, studenten, ուսանողին, կամ der Kunde, հաճախորդ, dem Kunden, հաճախորդին, ստացավ n վերջավորություն։ Այսպիսով արական սեռը վերջավորություն չստացավ, դեան դարձավ դեմ, չեզոքը նույնպես դաթիվում դարձավ դեմ, իքականը դարձավ դեա, հոգնակին դարձավ den և ստացավ n վերջավորություն և թույլ հոլովման բառերը դե արտիկլը էլի մնաց դեմ, բայց ստացան n կամ n վերջավորություն։ Հիմա բերեմ օրինակ, ասեմ, որ դաթիվ հոլովը ճիշտ դնելու համար պետք է իմանանք
թե որ բայը ինչ հոլով է պահանջում։ Օրինակ, օգնել բայը պահանջում է դաթիվ, օգնել պետք է հարց տանք։ Իհարկե հայերենի հետ հայմատերից դաթիվը եւ ակուզատիվը շփոթեցնում են։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուղղակի անգիր իմանալ, թե որ բայը որ հոլովն է պահանջում։ Helfen օգնել, օգնել։ Ich helfe dem Schüler, dem Kind։ Ես օգնում եմ աշակերտին, երեխային, der Mutter, մայրիկին, den Kindern երեխաներին, dem Studenten ուսանողին։ Օգնել, տալ, այդպիսի բայերի հետ դնում ենք դաթիվ։ Բայց կան նաև կապեր, որոնց հետ միշտ դնում ենք դաթիվ։ Այսինքն մենք կարող ենք եւ բայով հասկանալ, որ պետք է դաթիվ դնենք, եւ կապով կարող ենք հասկանալ։ Ես այստեղ բերել եմ ամենաօգտագործվող կապերը։ Գերմաներենում, ինչպես գիտեք, կապերը դրվում են գոյականից առաջ, հայերենում դրվում են գոյականից հետո, բայց գերմաներենում դրվում են գոյականից առաջ, bei der Oma։ Օման դա տատիկն է, իքական սեռ է, այսինքն die Oman դարձավ der Oma։ Das Kind ist bei der Oma։ Երեխան տատիկի մոտ է։ Ինչու by կապի հետ դրեցինք դաթիվ, որովհետև by կապը միշտ պահանջում է դաթիվ հոլովը։ Սա պետք է ուղղակի անգիր իմանալ։ Այս կապերը նախ նշանակում է հետո, von մասին, ից, ի տարբեր իմաստներ ունեն, zu դեպի ինչ-որ տեղ, դեպի ինչ-որ մեկի մոտ, by ինչ-որ մեկի մոտ, ինչ-որ բանի մոտ, by, aus, ից, mit, հետ, seit, սկսած, ի վեր։ Այս կապերի հետ պետք է հիշեք, որ միշտ դնում ենք դաթիվ, եւ այստեղ օրինակը by der Oma, տատիկի մոտ։ Կան կապեր, որոնք միանում են դաթիվի արտիկլին, օրինակ, by plus them-ը դարձել է by-մ, եթե դուք տեքստի մեջ հանդիպեք by-ը, ինչ է նշանակում, դա նույն by-ն է, մոտն է, այսինքն դուք բառարանի մեջ կգտնեք by-ը իր ուղիղ ձևով, plus them-ը, by them դարձել է by-մ, օրինակ, beim Arzt, հաջորդը zu dem-ը, zu plus dem դարձել է zum Arzt, zu plus der-ը դարձել է zur։ Իքականի դեպքում միշտ չի, որ կապը եւ արտիկլը միանում են իրար, բայց zu-ի դեպքում հիշեք, որ միանում է, չենք ասի zu der, այլ կասենք zur։ Ավելի շատ արականում եւ չեզոքում են միանում։ Տեսեք, քանի որ դեմը դա արականն է եւ չեզոքն է։ Հոլոված ձևով։ Von plus դեմը դառնում է vom։ Այստեղ կան նաեւ ուրիշ կապեր, ինչու եմ սրանք առանձնացնում։ Վերևում նշված կապերը von, zu, aus, nach, mit, seit իրանք բոլորը պահանջում են դաթիվ հոլով, բայց կան կապեր, որոնք պահանջում են եւ դաթիվ, եւ ակուզատիվ, կամ դաթիվ, կամ ակուզատիվ, ինչպես ենք դա տարբերում։ Ու տեսեք, այստեղ գրել եմ նաեւ, որ միացել են իրար, ան կապը, որը նշանակում է մոտ, ինը մեջ, auf, վրա։ Եթե մենք բոլոր բայերի հետ, բոլոր նախադասություններում գրենք, որ անը պահանջում է դաթիվ, անը միշտ դնենք դաթիվով, դա սխալ է, ինչու։ Այսպիսի մի նրբություն կա գերմաներենում, եթե բայը պատասխանում է որտեղ հարցին,
անշարժ վիճակ է ցույց տալիս, շարժում տեղափոխություն ցույց չի տալիս, այդ կապի հետ, այսինքն այդ բայի հետ օգտագործվող կապի հետ դնում ենք դաթիվ։ Օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Das Buch liegt auf dem Tisch. Գիրքը դրված է, ընկած է սեղանի վրա։ Auf dem Tisch. Tisch-ը արական սեռի բառ է, der Tisch-ը դարձել է dem Tisch. Auf dem Tisch. Ինչու գրեցինք auf dem Tisch? Քանի որ liegt ընկած է, դրված է, անշարժ դրված է գիրքը, դրա համար դրեցինք դաթիվ հոլով, պատասխանեց որտեղ հարցին, որտեղ է դրված գիրքը։ Բայց եթե ասեինք ես գիրքը դնում եմ սեղանի վրա, տեղափոխություն շարժում է ցույց տալիս, Ich lege das Buch auf den Tisch. Ես գիրքը դնում եմ սեղանի վրա, շարժում է ցույց տալիս, տեղափոխություն է ցույց տալիս, անպայման պետք է գրենք ակուզատիվ հոլովով։ Ակուզատիվին դե հիմա չեմ անդրադառնում, ուղղակի տարբերությունը հասկանալու համար այստեղ կազմել եմ նաև ակուզատիվով նախադասություն։ Գնանք նորից դաթիվին։ Այդ կապերից են անը, ինը, աուֆը, am Computer, նախ ասեմ, որ an պլյուս դեմը նույնպես միանում է, դառնում է am, քանի որ ասեցի, որ կապեր կան, որոնք միանում են իրար, հատկապես դաթիվում և ակուզատիվում, տվյալ դեպքում ինձ կլիներ, ակուզատիվին դեռ չեմ անդրադառնում, an պլյուս դեմը դառնում է am, in պլյուս դեմը դառնում է իմ, անը նշանակում է մոտ, ինը մեջ, in պլյուս դեմը էլի մեջ, աուֆը վրա։ Am Computer, ինչպես կթարգմանենք, համակարգչի մոտ, այսինքն համակարգչի մոտ լինել և կհարցնենք որտեղ։ Ես նստած եմ համակարգչի մոտ, եթե նույնիսկ շարժվում եմ, դա կապ չունի, բայց ես այստեղ եմ, որտեղ եմ։ Am Computer, իսկ եթե ասեի ես նստում եմ համակարգչի մոտ, այդ դեպքում կասեինք ակուզատիվով։ Նույն այստեղ իմ աութո, ես ավտոմեքենայի մեջ եմ, իմ աութո, դաթիվ։ Այսպիսով, եթե բայը պատասխանում է որտեղ հարցին, ասենք դրված է, որտեղ է դրված։ Երբեմն մարդիկ իհարկե սխալ ասում են ուր է դրված, դա սխալ է, դրա համար պետք է նաև հայերեն իմանալ, որտեղ է դրված։ Եթե պատասխանում է որտեղ հարցին, դնում ենք դաթիվ հոլովը։ Այսպիսով նորից եմ անդրադառնում, որպեսզի ավելի լավ հիշեք։ Արական սեռում դեան դառնում է դեմ, չեզոքում նույնպես դեան դառնում է դեմ, վերջավորություն չեն ստանում, իքականում դին դառնում է դեա, հոգնակիում դին դառնում է դեն, բայց ստանում է ն վերջավորություն, թույլ հոլովման գոյականները ստանում են n կամ ն վերջավորություն, պետք է հիշեք բայերը, թե որ բայերի հետ ենք դաթիվ հոլով դնում, կարող եք օրինակ համացանցում նայել կամ գրքերում, թե որ հոլովներն են դաթիվ պահանջում։ Անպայման հիշում եք նաև արտիկլները, գիտեմ, որ գերմաներենի արտիկլները մի քիչ դժվար է սովորելը, բայց երբ որ սովորում եք, արդեն կարողանում եք ճիշտ նախադասություններ կազմել։ Հիշում եք այս կապերը, որոնք միշտ պահանջում են դաթիվ, nach, von, zu, bei, aus, mit, seit, դրանք միշտ պահանջում են դաթիվ, որոշ կապեր միանում են դաթիվ հոլովի արտիկլին,
ավելի կարճ ենք ասում, beim, zum, zu, vom եւ այլն, am, im, եւ պետք է հիշեք նաեւ շարժում ցույց տվող բառերը ակուզատիվ են պահանջում, իսկ անշարժ վիճակը կամ որտեղ հարցին պատասխանող բայերը պահանջում են կապ պլյուս դաթիվ հոլով։ Հուսով եմ բան բաց չթողեցի, դաթիվի հետ կապված ամենակարևոր նրբությունները սրանք էին։ Եթե ունեք հարցեր կարող եք գրել մեկնաբանություններում, սիրով կպատասխանեմ։ Սովորեք օտար լեզուներ եւ հետաքրքիր է եւ օգտակար։ Ստեսություն։